Հարկ եմ տալիս ասում, որտև մեր Տերը արժանի է փառքի, պատվի երկրպագության։ Գիտեք, վերջին օրերն են, իրապես, Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Բայց արի ուտես, որ աշխարհը մի տեսակ անտարբեր, ինչպես Նոյի օրերին, իր սովորական կենցաղով ապրում է։ Առանց հաշվի առնելու, թե Տերը շուտով գալիս է։ Նույնիսկ շատերը սատանայի ամենամեծ խարդավանքներից մեկը այն է, որ թմրության հոգի է իջեցրել այս աշխարհի վրա։ Եվ շատերը փորձում են Աստվածաշնչի մեջ նույնիսկ հակասություն գտնել։ Ասում են Հիսուսի երկրորդ գալուստի հետ Աստվածաշունչը երկու տարբեր բաներ է ասում։ Միտեղ գրված է ավետարանների մեջ, թե Հիսուսի գալուստը պիտի անակնկալ, ինչպես գողն է գալիս, այդպես լինի։ Ոչ ոք չի կարող իմանալ, թե երբ է գալու։ Ասում է, մի ուրիշ տեղ գրված է, որ Հիսուսի գալուստը, ինչպես արևելքից դեպի արևմուտք կայծակը փայլատակում է, այնպես ամբողջ աշխարհը պիտի Հիսուսի գալուստը տեսնի եւ ծնկի պիտի կան շատ-շատերը։ Ոչ թե շատ-շատերը, բոլորը պիտի ծնկի կան։ Ոմանք փառաբանության համար, ոմանք ծնկներն է վախից պիտի ծալվեն։ Դրա համար Տերը սրտից դրել է այսօր խոսելու Քրիստոսի երկրորդ գալուստի մասին եւ խոսելու 3 դատաստանների մասին։ Եկ պատգամը մի քիչ վարդապետական է, դրա համար ժամանակը ծախու առնելու համար շատ չեմ մանրամասնելու եւ եթե հարցեր կմնան, պաշտամունքի վերջում կարող եք այդ հարցերը հաղորդակցվենք իրար հետ տալ։ Մենք պիտի հասկանանք, որ Հիսուսի երկրորդ գալուստը երբ որ ասված է թե, այսինքն ոչ մի հակասություն չկա, մենք կտեսնենք, որ այդ երկու իրադարձությունների մեջ 7 տարի կա։ Ինչու 7 տարի, որտեղ Աստծո խոսքի մեջ գրված է, որ միջև խափանիչը վեր չառնվի, ները չի գալու, իշխանության գլուխ չի անցնելու։ Մենք հավատում ենք, որ խոսքը վերաբերվում է անշուշտ աստվածաբանական երկու մոտեցում կա այստեղ, ոմանք ասում են, թե այդ խափանիչը Սուրբ Հոգին է, ոմանք ասում են եկեղեցին է։ Բայց դժվար է պատկերացնել եկեղեցին առանց Սուրբ Հոգու։ Այսինքն մեկը մյուսից զատել անհնարին է։ Նշանակում է, որ հիմնականում որտեղ անշուշտ Սուրբ Հոգին, հիմա այստեղ նստածներից ովքեր են վստահ, որ Սուրբ Հոգին իրենց մեջ է։ Անշուշտ ամեն վերստին ծնունդ ունեցողի մեջ Սուրբ Հոգին բնակված է։ Համարձակ եղեք, Ժորժ ջան, Սուրբ Հոգինն եք բոլորը։ Իմանայք, սիրելիներս, ուրեմն մենք ինչ ենք ասում, որ 7 տարվա տարբերություն կա այս երկու իրավիճակները ներկայացնելու մեջ, որովհետև Աստծո խոսքը նաև ասում է, որ Տերը իր դատաստանը իր տնից պիտի սկսի, այսինքն եկեղեցուց պիտի սկսի։ Եվ երանելի են նրանք, որ առաջի հարությանը պիտի մասնակից լինեն։ Ուրեմն առաջի հարությունը զուտ վերաբերվում է Աստծո եկեղեցուն։ Եվ առաջի դատաստանը բնականաբար, քանի որ պիտի Տերը եկեղեցուց սկսի իր ընտանիքից, ուրեմն նշանակում է առաջի դատաստանը զուտ միայն վերաբերում է Աստծո զավակներին։ Եվ դրա համար այդ դատաստանը կոչվում է նաև վարձքի դատաստան։ Այսինքն ինչ է տեղի ունենալու։ Հետաքրքիրը հետևյալն է։ Մենք առաջի դատաստանի ժամն ու ժամանակը չգիտենք։ Ոչ ոք չգիտի։ Երբ որ աշակերտները Քրիստոսին հարցրեցին, թե այն ինչ որ ասում ես երբ է տեղի ունենալու, Տերը հստակ ասեց ժամերն ու ժամանակները ձեզ տրված չեն իմանալու։ Բայց հետաքրքիր գիտեք որն է։ Երկրորդ եւ վերջի դատաստանի ժամանակները հստակ Աստծո խոսքը ներկայացրել է։ Այսինքն առաջի դատաստանից հետո 7 տարի հետո
պիտի տեղ ունենա երկրորդ դատաստանը։ Որտեղ որ Տերը գառները պիտի այծերից զատի։ Անշուշտ այդ դատաստանը առանձնահատուկ է նաև նրանով, որ մեծ նեղության շրջանում մեծ իրադարձություն է տեղ ունենալու, որովհետև զուտ Իսրայելի ժողովրդի հետ կապված սուրբեր են լինելու, որոնք որ պիտի գլխատվեն հանուն Քրիստոսի։ Այսինքն այդ առաջի դատաստանին ճիշտ է իրենք չեն մասնակցելու, բայց երկրորդին մասնակցելու են հարություն առնելով։ Եվ մենք դրա մասին խոսենք։ Եվ անշուշտ վերջի դատաստանը, որ կոչվում է նաև ահեղ դատաստան, 1000 տարի հետո պիտի լինի։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ առաջի դատաստանի համար, քանի որ մենք շնորհքի շրջանում ենք ապրում, Սուրբ Հոգու գործունեության ժամանակաշրջանն է, ոչ ոք չգիտի ժամը եւ ժամանակը։ Բայց այդպես ասեմ, սիրելիներս, մենք Քրիստոսի մարմինն ենք, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ մեզանից ամեն մեկը կենթանի քար այդ եկեղեցու մեջ։ Անշուշտ մենք գիտենք, երբ որ մեկը տուն է կառուցում, հատուկ որոշում է, թե ինչքան քար է անհրաժեշտ, որպեսզի տունը կառուցվի։ Աստծո խոսքի համաձայն Քրիստոսը տանիքն է։ Երբ որ տունը կառուցվի, տանիքը պիտի իջնի եւ իր եկեղեցին տունը պիտի վերև բարձրացնի։ Հիմա սիրելիներս, այս առումով մենք չգիտենք, թե վերջի քարը երբ է դրվելու։ Այսինքն վերջի փրկված հոգին երբ է Աստծո հետ իրական հաշտություն ունենալու։ Միգուցե այսօր։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Քրիստոսի երկրորդ գալուստը այսքան մոտ է։ Ոչ ոք չի կարող ասել, թե գիտես դեռ այսքան ժամանակ կա։ Որովհետև մենք չգիտենք, թե վերջի փրկվողը երբ է Քրիստոսի հետ հաշտություն ունենալու։ Դրա համար մեզանից յուրաքանչյուրը այսօր իրեն պիտի հարցեր տա պատգամի ընթացքում։ Առաջի դատաստանի մասին պիտի խոսենք Կորինթացին ուղված առաջի նամակի 3-րդ գլխի մեջ, սիրելիներս։ Առաջի թուղթ Կորինթացիս 3-րդ գլուխ մի քանի համարներ պիտի ընթերցենք։ Երկուսից 15 համարները։ Մանայք, սիրելիներս, մենք պետք է հասկանանք, որ Քրիստոսի շատ չեմ ուզում մանրամասնել, որպեսզի ժամանակ ծախու առնենք, պարզապես խոսենք դատաստանների մասին։ Այն իրավիճակը, այն իրադարձությունները, որ պիտի նախորդեն Քրիստոսի գալուստից հետո, շատ բարդ է ընկալելը, բայց պիտի հասկանանք հետևյալը։ Առաքյալը ներկայացնում է, որ ամենասկզբում Քրիստոսով ննջածները պետք է հարություն առնեն։ Արդեն անապականացու մարմին հագած։ Եվ ասում է մեկ ակնթարթի մեջ, անշուշտ երբ որ Քրիստոսը գա, ֆիզիկապես շատերը դեռ պիտի ապրեն այս երկրի վրա։ Եվ գրված է նաև այդ ապրողների համար։ Խոսքը վերաբերում է Աստծո զավակներին։ Այսինքն նրանց, ովքեր Քրիստոսին Տեր եւ Փրկիչ են ընդունել իրենց կյանքերի մեջ։ Մեկ ակնթարթում ասում է նրանք էլ պիտի փոխվեն։ Հիմա մենք ընկալում ենք, որ ինչ է տեղի ունենալու դրանից հետո։ Չեմ ուզում շատ մանրամասնել, բայց պատկերացրեք, որ ոմանք մեքենայի ղեկին են լինելու, ոմանք, չգիտեմ, տարբեր տրանսպորտներ եւ այլն։ Այսինքն ինչ մեծ իրադարձություն է տեղ ունենալու։ Ամբողջ աշխարհը խառնվելու է իրար։ Ոմանք իրենց հարազատների, մտերիմներին են փնտրելու, որոնք որ այնքան էլ չեն հավատում Աստծուն եւ նրա խոսքին։ Եվ այս ամենը երևի թե պիտի ցույց տա, որ աշխարհի մեջ ամենամեծ ավետարանությունն է լինելու։ Որտեղ շատերը ընկալելու են, որ այն ինչ որ Աստծո խոսքը ասում էր, իրականություն դարձավ։ Մենք դրա մասին չենք խոսելու։ Պարզապես խոսելու ենք, երբ որ Տերը իր եկեղեցին, այսինքն թե ննջածները եւ թե ապրողները, երկուսն էլ անապականություն մարմին առնելով Տիրոջ հետ
պիտի բարձանա երկինք։ Խոսքը չի վերաբերում երրորդ երկնքին։ Երրորդ երկինքը մենք հետո Աստծո խոսքի համաձայն։ Բայց այս մեր երկինք հստակ գրված է որ երկինք, թե որտեղ մենք չգիտենք, հիմա երևի թե մեր արեգակնային համակարգության սահմաններում։ Եվ այնտեղ սկսվելու է դատաստանը։ Տեսեք ինչ է ասում 12 համարից։ Եթե մեկը այս հիմքի վրա շինե ոսկի, արծաթ, ազնիվ քարեր, փայտ, խոտ, եղգն, ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը կերևցնե, որտև կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկի գործը թե ինչպես է, կրակը կփորձի։ Եթե մեկի գործը որ շինեց հաստատ կենա, վարձք կառնի։ Եթե մեկի գործը այրվի, վնաս կքաշի։ Բայց ինքը կապրի, այլ ինչպես թե կրակով։ Իմանայք, սիրելիներս, ուրեմն շատերը երկնքի արքայություն պիտի մտնեն խանձված վիճակով։ Հիմա պատկերացնում եք հարսանիք, անշուշտ մենք հարսանիքին պիտի մասնակցենք որպես հարս, որտեղ եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Իմանայք, ովքեր որ վերջերս են ամուսնացել, ես գիտեմ, իրենք ավելի լավ կընկալեն, ինչ որ հիմա ասում եմ։ Ովքեր դեռ չեն ամուսնացել, արդեն պատկերացնում են իրենց հարսանիքը, ուրեմն հարսները պատկերացնում են գեղեցիկ, հատուկ հագուստով, բոլորի ուշադրության կենտրոնում։ Եվ գիտեմ, որ այդ օրվա հերոսը ինքը եւ Փեսան է։ Հիմա պատկերացրեք մի պահ, սիրելիներս, որ Փեսան սպասում է հարսին եւ հարսը հանկարծ անակնկալ կերպով ընկնում է հրդեհի մեջ, հրդեհից ճիշտ է ազատվում է, բայց մազերը խանձվում են, շորը մրոտվում, կեղտոտվում, որոշ տեղեր հալվում, կպնում մարմնին եւ այդ վիճակով գալի կանգնում է Փեսայի կողքը։ Իրեն ինչպես է զգալու հարսը։ Որտեղ գիտեք, ես ինչի համար եմ սա ասում։ Շատերը մտածում են, թե պարզապես ցանկացած իրավիճակի մեջ երկինք մտնեն։ Բայց այստեղ հստակ ներկայացված է, որ շատերը խանձված վիճակով պիտի մտնեն։ Ես չգիտեմ երկնքի արքայության մեջ Աստծո զավակները ինչ պիտի անեն։ Այդ մասին հստակ գրված չէ։ Հովհաննեսը իր թղթերի մեջ առաջի Հովհաննու 3-րդ գլխի մեջ շատ հստակ ներկայացնում է։ Ասում է, նախ ներկայացնում է, որ Աստված այնպես սիրեց, որ հնարավորություն տվեց իր որդին դառնալու, եւ հետո ասում է, մենք հիմա Աստծո որդիներ ենք։ Հետո ինչ ենք լինելու, չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ։ Կլինենք այնպիսին, ինչպիսին որ ինքն է։ Խոսքը վերաբերում է տիեզերքի արարչին։ Որտեւ ասում է կտեսնենք նրան, այնպիսին, ինչպիսին որ է, իր ամբողջ փառքով։ Մենք գիտենք, որ Աստվածաշնչի մեջ շատերը կուզեին Աստծուն տեսնել, դեմ առ դեմ։ Եվ մենք գիտենք նաև, որ Մովսեսը շատ խնդրեց, ասեց Տեր ինչ կլինի, թույլ տուր, որ քեզ տեսնեմ։ Մենք գիտենք, որ անհնարին է։ Մովսեսին ինչ ասեց Աստված։ Ասեց Մովսես, անհնարին է այս մարմնով, որ մեկը ինձ տեսնի եւ չմեռնի։ Ուրեմն նշանակում է Տերը մեզ այնպիսի մարմին պիտի տա, որ մենք Աստծուն իր ամբողջ փառքով պիտի տեսնենք։ Եվ գրված է, որ մի անգամ, որ շատ խոսեց, Տերը իր փառքով քարանձավի մեջ երբ որ դրեց Մովսեսին, եկավ անցավ, վերջում թույլ տվեց իր փառքի այն կներեք 1000 անգամ շողքը տեսնելու, ճոթը տեսնելու փառքի։ Եվ ինչ փոփոխություն տեղի ունեցավ Մովսեսի մեջ։ Դեմքը այնպես էր փայլում, երբ որ սարից իջավ, հեսու որ ներքևում սպասում էր իրեն, երբ որ փորձեց նայել Մովսեսի դեմքին, կուրանում էր եւ ստիպված աչքերը պահում էր, որ չկուրանա։ Եվ Մովսեսը տեսավ, որ չի կարողանում իր երեսին նայել, քող իջեցրեց իր դեմքին։ Եվ շատ հետաքրքիր է, գրված է այն քողը,
որ Մովսեսը իջեցրեց իր դեմքին, միջև հիմա Իսրայելի սրտի է մտքի վրա է։ Միջև հիմա, բայց անշուշտ մի օր այդ քողը վեր է առնվելու։ Այսինքն պատկերացրեք մենք այդ փառավոր Աստծուն պիտի տեսնենք եւ պիտի նմանվենք իրեն։ Շատ դժվար է պատկերացնելը։ Բայց սա Աստծո խոսքն է։ Մենք հավատում ենք, որ Աստծո խոսքը այո եւ ամեն է։ Հիմա մի հարց կուզեմ տալ։ Այստեղ գրված է, որ Տերը կրակով պիտի փորձի ամեն մեկի արած գործը։ Գիտեք, շատ անգամ եթե ինչ որ շինություն ես կառուցում, ամենաարագը, որպեսզի կառուցես, ինչ մատերիալ պիտի ընտրես, որ շատ արագ տեղի ունենա։ Փայտ, խոտ, եղեք, այն ինչ որ այստեղ ներկայացված է։ Այս միջոցով շատ արագ կարող ես շինությունը կառուցել։ Շատ շատերը Աստծո դաշտի մեջ անմիջապես աչքի են ընկնում։ Անմիջապես երևում են։ Եվ մարդիկ կողքից նայում ասում են, «Էս ինչ ընտիր Աստծո զավակ է։ Հələ տես ինչ գործեր է անում, որտեվ տեսանելի են գործերը»։ Բայց գիտեք, սրտեր քննողը Աստված է։ Եվ կրակով պիտի փորձի։ Մնայուն է քո արածը, թե պարզապես մարդկանց աչքին հաճելի եւ երևացող է։ Եվ հետարքիր է, ուրեմն ոսկերիչները, երբ որ ուզում են ոսկին կամ արծաթը մաքրել, սկսում են կրակի միջով անցկացնել։ Եվ մի հետարքիր բան ես չգիտեմ, միգուցե շատերը գիտեք, բայց եւս մեկ անգամ հիշեցնեմ։ Օրինակ ոսկերիչները ինչպես են արծաթը եւ ոսկին որոշում, որ արդեն պատրաստ է կրակից վերցնելու։ Այո։ Ես ոսկերիչ չեմ, բայց ասեմ։ Ուրեմն մի հետարքիր բան գոյություն ունի։ Ոսկերիչը երբ որ արծաթի մեջ կամ ոսկու մեջ արդեն կրակի վրա նայում եւ իր պատկերն է տեսնում, ուրեմն արդեն մաքրված է։ Հարկավոր է արդեն վերցնել։ Դեք սա ինչ է նշանակում։ Ուրեմն նշանակում է, որ երբ որ որևիցե մեկը այս աշխարհում նայում է մեզ, բայց Քրիստոսին է տեսնում, ուրեմն մենք պատրաստ ենք Տիրոջ առջև կանգնելու։ Սա է այս դատաստանի իրական արժեքը եւ նշանակությունը։ Գիտեք, Պողոս առաքյալը ասում է, թե ինձի նմանող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսի։ Գիտեք, ես չեմ կարծում, որ այստեղ որևիցե մեկը համարձակվի, կանգնի եւ ասի. «Սիրելի ժողովուրդ, սիրելի եկեղեցի, ինձի նմանող եղեք»։ Եք միշտ տարօրինակ կհնչի, որտեղ մենք մարդ ենք, մեր մարդկային տկարություններով, թերություններով լեցուն։ Բայց Պողոս առաքյալի ասածի մեջ ճշմարտությունը հետևյալն է, որ Պողոս առաքյալը իր կյանքը այնքան է նվիրել Աստծուն, որ նա նայելով Աստծուն էին տեսնում։ Եվ դրա համար առաքյալը ասում է, թե ինձի նմանող եղեք, ինչպես ես Քրիստոսի։ Գիտեք, այդ նույն Պողոսը, երբ որ Տիմոթեոսին նամակ էր գրում, ինքը ներկայացնում է, որ իմ ծառայություն արեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, ամեն ինչ ներկայացնում է, հետո ասում է, հիմա ինձ մնում է, որ Տիրոջ առջև կանգնեմ եւ իր պսակին արժանանամ։ Ես շատ հետարքիր է։ Եթե զուգահեռ անցկացնենք Քրիստոսի հետ, Քրիստոս գիտեք քանապետական աղոթքի մեջ Հովաննես ավետարանի 17-րդ գլխում, երբ որ աղոթում էր, նմանատիպ գաղափար եմ ուզում ձեզ ներկայացնել։ Ասեց. «Հայր, ում որ ինձ տվեցիր, ոչ մեկը չկորավ։ Բացի Կորիստյան որդուց»։ Գիտեք, ինչ մեծ երանություն է համարձակություն ունենաս Տիրոջը նման բան ասելու, երբ որ նա առջև կանգնես։ Այսինքն պատկերացնում ենք, մենք Տիրոջ առջև կանգնենք եւ համարձակորեն ասենք. «Տեր, ում որ մեզ տվեցիր, այս երկիր մոլորակի վրա, ոչ մեկը չկորավ»։ Կարող ենք ասել։ Գիտեք, շատ բարդ է, որովհետև ցավոք սրտի ես կուզեմ հարց տալ։ Ձեզանից ովքեր գիտեն, չեմ ուզում պատասխանել, պարզապես այդ ուղղությամբ մտածեք եւ թույլ տվեք նաեւ Սուրբ Հոգին ձեր հետ խոսի։ Ձեզանից ովքեր գիտեն,
թե Տերը իրեցում է վստահել։ Եկեք մենք պատերազմի մեջ ենք։ Եվ այս պատերազմը արյունի եւ մարմնի հետ չի։ Այս պատերազմը սատանայի եւ նրա հրեշտակների հետ է։ Մենք հասկանում ենք, որ այս աշխարհը, երկիր մոլորակը ցավոք սրտի մարդ Արարածի կամքով տրվեց սատանայի իշխանությանը։ Սա միանշանակ է։ Այսինքն այս աշխարհի տերը սատանան է։ Բոլորս գիտենք այդ մասին։ Գիտեք ինչու։ Որտեւ երբ որ Հիսուս անապատում փորձվում էր, սատանան ասեց. եթե ինձ երկրպագես, աշխարհի վրայի բոլոր թագավորությունները քեզ կտամ։ Եթե այդ թագավորությունները սատանային չպատկանեին, Քրիստոս կասեր. «Ստախոս, էդի չես ասում։ Այս թագավորությունները քոնը չեն։ Ոնց ես խոստանում, որ ինձ պիտի տաս»։ Որտեւ իրականության մեջ այո, սատանային է։ Ճիշտ է, ժամանակավոր, բայց սատանային է։ Ուրեմն մենք հասկանանք, որ առաջի դատաստանը, չնայած վարձքի դատաստան է, վարձքը շատ կարևոր է։ Հիմա ես չեմ պատկերացնում երկնքի արքայության մեջ մեզանից յուրաքանչյուրը ինչ դիրք է ունենալու, բայց որ բոլորս նույն դիրքը չենք ունենալու, սա միանշանակ։ Նույն իրավիճակը չենք ունենալու, սա միանշանակ։ Որովհետև եթե նույն իրավիճակը ունենայինք, Տերը չէր ասի, որ ամեն մեկը իր գործերի համեմատ։ Տերը չէր ասի, որ ամեն մեկը իր վարձքը ունի։ Եվ ինքը միշտ կոչ է անում, որ այդ վարձքը այս երկրի վրա պիտի վաստակենք։ Մեր ապրած կյանքով քրիստոնեությունը փիլիսոփայություն չի։ Քրիստոնեությունը կյանք է, այն պիտի ապրեն։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պիտի հասկանա։ Հավատաս թե չհավատաս, պիտի հարություն առնես։ Մենք այդ մասին խոսելու ենք։ Սա առաջի հարությունն է։ Եվ երանելի են նրանք, ովքեր առաջի հարությանը կմասնակցեն։ Ինչպես նկատեցիք, եթե ուշադիր էիք, առաջի դատաստանի միմիայն մասնակցելու են Աստծո զավակները։ Ամեն։ Երկրորդ դատաստանը, սիրելիներս, որ տեղի է ունենալու մեծ նեղությունից հետո, այսինքն 7 տարի հետո մենք խոսեցինք, որտեղ ինչու 7 տարի, որտեղ մենք ասացինք, որ խափանիչը պիտի վերառնվի, եւ այդ խափանիչը հենց եկեղեցին է, որտեղ Սուրբ Հոգի եւ եկեղեցին իրարից անջատել անհնարին է, սիրելիներս։ Եվ հիմա Մատթեոս Ավետարանի 25-րդ գլխի մեջ է ամփոփված։ Հատվածը շատ է, ես ամբողջ հատվածը չպետք է ընթերցեմ, ժամանակ ծախու առնելու համար, դուք տանը կարող եք ընթերցել, հատվածը ասեմ, դուք կընթերցեք։ Ուրեմն 25-րդ գլխի 31-ից մինչև 46 համարները։ Իմանայք, սիրելիներս, ես նաև պիտի զուգահեռ անցկացնեմ հայտնության գրքի մեջ այս նույն ուրեմն դատաստանի մասին կա, որտեղ որ գրված է, որ գլխատված սուրբերը պիտի հարություն առնեն հազարամյա թագավորություն մտնելուց առաջ։ Եվ մի հրեշտակ սատանային պիտի շղթայակապ նետի դժոխք 1000 տարի մոտավորապես։ Եվ գրված է, որ հազարամյայի վերջում մի փոքր ժամանակով նորից սատանան պիտի ազատ արձակվի երկրի վրա, որից հետո ցավոք սրտի մարդիկ նորից պիտի Աստծուն ուրանան։ Հələ պատկերացնեք, Աստծո ներկայության մեջ, Աստծո օրհնության մեջ 1000 տարի մոտավորապես մարդկային կյանքը պիտի երկարի։ Մարդիկ համարյա 1000 տարի պիտի ապրեն։ Այդքանից հետո նորից պիտի սատանային ընտրեն, նորից ապստամբեն Աստծո դեմ։ Ես ասեմ, թե բախտ ունեցա 2018 թվականին մեր սիրելի ասատուր եղբոր հետ Իսրայելում լինելու եւ այդ Արմագեդոնի դաշտավայրը ինձ համար շատ առանձնահատուկ էր։ Մենք նայեցինք այդ դաշտավայրը, մեծ դաշտավայր է,
եւ ամենահեռվում սարեր են երևում, որից ենկոմ Սիրիան է։ Եվ այդ Արմագեդոնի դաշտավայրի մասին է գրված, որ Արմագեդոնում ամեն ինչի վերջում, հազարամյայի մասին է խոսքը, պիտի տեղի ունենա պատերազմ։ Եվ ասում է արյունը միջև ձիերի գավակը պիտի բարձրանա։ Այսինքն գիտեք ինչքան մարդիկ պիտի ապստամբեն Աստծո դեմ։ Սարսափելի է։ Դե անշուշտ պատկերացնեք 1000 տարի ծնունդ լինի, մահ չլինի։ Ինչքան ժողովուրդը պիտի շատանա։ Բայց դրա մասին էլի չեմ ուզում շատ խոսել։ Պարզապես հազարամյայից առաջ տեսեք ինչ է տեղի ունենալու։ Ասում է մի քանի համար ընթերցեմ։ Երբ որ մարդի որդին իր փառքով կգա, ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառած աթոռի վրա, որտեղ երկրորդ անգամ գալուց արդեն որպես թագավոր, որպես տեր, պիտի իշխի ամբողջ աշխարհին։ Եվ ամեն ազգերը կժողվեն նրա առաջը, եւ նրանց կբաժանե իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարները այծերից։ Եվ ոչխարները իր աջ կողմին կանգնեցնե, իսկ այծերը ձախ կողմին։ Գիտեք, շատ հետաքրքիր է, պարզապես աջ ու ձախ կանգնեցնելը քիչ է։ Հիմա տեսեք ինչ է ասում։ Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին. եկեք ով իմ հոր օրհնվածները, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Գիտեք, շատ հետաքրքիր է։ Հազարամյա թագավորությունը հիմնականում հրեաների երազանքն էր, որովհետև ամբողջ հինուխտի մեջ այդ թագավորությունը իրենց խոստացված էր, երբ որ Հիսուս եկավ, ի՞նչն է խնդիրը, ինչու հիմնականում Քրիստոսի խաչը բարձրացրին։ Որտեղ իրենք ակնկալիք ունեին, որ Քրիստոսի գալով պիտի թագավորությունը սկսվի։ Եվ նույնիսկ Հովանես Մկրտիչը, որ Քրիստոսի համար այնպիսի վկայություններ տվեց, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը իր վրա պիտի առնի, ես նրա կոշիկի քուղերը կապելու արժանի չեմ, եւ այլն, նմանատիպ վկայություններ տվող մարդը, երբ որ Հիսուսի գալուստից հետո ինքը բանտ ընկավ, իր աշակերտներին ուղարկեց, ասեք հələ գնացեք հարցրեք։ Ինքն է թե ուրիշին սպասեք։ Այսինքն նույնիսկ Հովանեսը, քանի որ հրյա էր, իր արյան մեջ հազարամյա թագավորության այդ գաղափարը այնքան արմատացած էր, որ Հիսուս երբ որ հոգևոր թագավորությունը բերեց, երկնքի արքայության գաղափարը, իրենք չընկալեցին։ Եվ Հովանեսը ֆիզիկական թագավորության ակնկալիք ուներ։ Սրա համար այս խոստում պիտի իրականություն դառնա։ Միշտ հիշենք, զուգահեռ անցկացնենք, հրյա ազգը ասոնտրյալ ժողովուրդ որպես մարմնավոր խոստումներ ունի։ Եկեղեցին այդ մարմնավոր խոստումները չպիտի առնի, իրենց չի վերաբերվում։ Բայց այն խոստումները, որ հոգևոր Իսրայելին տվեց, այսինքն եկեղեցուն, այդ էլ զուտ մենակ վերաբերում է եկեղեցուն։ Այսինքն Իսրայելի ժողովուրդը, եթե Աստծո այդ հաշտություն չունենա, այն օրհնությունները, որ Տերը խոստացել է հոգևոր Իսրայելին, դա չի ընկալելու։ Այսինքն մենք սա հասկանանք։ Եվ հիմա, երբ որ ասում է աշխարհի սկզբից նախատեսված թագավորությունը պիտի մտնեն, սա ի նկատի ունի, որ այն խոստացված ֆիզիկական թագավորությունը վերջապես իրականություն պիտի դառնա։ Եմանայք սիրելիներս, ինչ է տեղի ունենալու այդ հազարամյա թագավորությունից առաջ։ Մենք ասացինք, որ նախ մեծ նեղության շրջանում այն հրեաները, որոնք հիշեք, մեծ նեղության շրջանում հրեաները հիմնականում 3 մասի են բաժանվել։ Առաջի մասը ուղղակի առումով ներին ընդունելու է, հասկանալով ով է ները, եւ սկսելու է երկարպագել նրան։ Հիմա չենք խոսում այդ մասին, թե ինչու եւ այլն։ Երկրորդ մասը հասկանալով, որ ները ով է, որտեղ ները ներկայանալու է սկզբում որպես Քրիստոս, որպես Մեսիա։ Մի մասն էլ ընկալելով, որ խապված է, փախչելու է։ Այսինքն քաղաքից քաղաք Աստծո խոսքը ինչ է ասում։ Ասում է դուք չեք հասցնի Իսրայելի բոլոր քաղաքները փախչել, միջև Տերը գա։
Այսինքն մենք գիտենք, որ այդ 7 տարին իր հերթին երկու մասի է բաժանվելու։ Առաջի մասը ոսկե դարը լինելու հրյա ազգի համար, երկրորդ մասը արդեն սատանան իր դեմքը ցույց է տալու։ Եվ արդեն այդտեղից սկսած ոմանք փախչելու են։ Սա երկրորդ մասն է հրյաների։ Երրորդ մասը հենց սկզբից ընկալելու է ով է ները եւ սկսելու է պայքարել ների դեմ, այսինքն սկսելու են ասախոսքը քարոզել։ Քրիստոսին են ընդունելու։ Դրանք բարիս բուն իմաստով գլխատվելու են։ Մենք գիտենք, որ այդ ժամանակաշրջանում 144,000 սուրբեր իրապես հանուն Քրիստոսի պիտի նահատակվեն։ Ամեն մենք գիտենք, որ 12 ցեղ է Իսրայելը, ամեն ցեղից 12,000։ Եվ այն Եվրոպայի վկալները, որ ուրիշ բաներ են խոսում, դա ընդհանրապես կապ չունի ասախոսքի հետ։ Այս ամենը վերաբերում է հրյա ազգին։ Հիմա տեսեք, սիրելիներս, բացի այդ սուրբերից, նաև չէ որ մարդիկ են լինելու, այսինքն մնացած ամբողջ աշխարհը։ Եվ դրա համար ասում է աշխարհի 4 անկյուններից ժողովուրդները պիտի գան Աստծո առջև։ Ճիշտ է, եկեղեցին արդեն զատված անապականացու մարմնով Քրիստոսի հետ պիտի իջնի, բայց չէ որ շատերը այդ ընթացքում այդ մեծ նեղությունով պիտի անցնեն եւ շատերը Աստծո հետ հաշտություն պիտի ունենան։ Իրական հաշտություն, որտեղ շատերը պիտի այն վկայությունը հափշտակությունից հետո որ պիտի տեղ ունենա, այդ վկայությունը հետո սիրելիներս այն ինչ որ իրենց կյանքերի մեջ լսել են, բայց չեն ընդունել, այդ ամենը պիտի արտահայտվի եւ դրա համար շատերը գառների պիտի վերածվեն։ Եվ հիմա տեսեք շարունակությունը ինչ է ասում։ Ասում է Հիսուս բացատրում է թե ինչու պիտի թագավորություն մտնեն, որտեղ սովեցի դուք տվիք ինձ ուտել, ծարավեցի խմեցրիք ինձ, օտար է ինձ ձեզ մոտ առաք, մերկ է հագցրիք ինձ, հիվանդ է ինձ այցելեցիք, բանտի մեջ է ինձ մոտ եկաք, այն ժամանակ արդարները կպատասխանեն նաև կասեն. Տեր, երբ տեսանք քեզ ծարավ խմեցրինք, երբ տեսանք քեզ օտար մեզ մոտ առանք կամ մերկ եւ հագցրինք, երբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ եւ եկանք քեզ մոտ։ Թագավորն էլ կպատասխանե եւ կասե նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որտեւ այսին փոքր եղբայրերից մեկին արիք, ինձ արիք։ Այսինքն շատ կարևոր է որ դու քո կյանքով վկայես քո հավատքը։ Անկախ դրանից որ դարաշրջանում ես ապրում, ինչ իրավիճակի մեջ ես, Տերը ոչ թե քո խոսքերին, ոչ թե քո արտաքին երևույթին է նայում, այլ քո ապրած կյանքին։ Մարդկանց կարող ենք խաբել։ Հազար անգամ կներեք, մարդկանց կարող ենք հիմարացնել։ Բայց սրտերը քննող Աստծուն ոչ ոք չի կարող խաբել։ Աստված մեր իրական էությունը գիտի եւ տեսնում է։ Եվ երբ որ ձախ կողմերին կասի, ինձանից դեն գնացեք ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Իմանաք, սիրելիս, խոսքը վերաբերում է կրակի լճին։ Կրակի լիճը շատ առանձնահատուկ մի վայր է, որտեղ մարդիկ հարություն առնելուց հետո, նայեք, սովորական մարմնով, եթե մեկը կրակի լիճը նետվի, բնականաբար անմիջապես կոչնչանա։ Բայց գրված է, որ կրակի լճի մեջ չպիտի մեռնեն, պիտի տանջվեն, որտեղ հետո դժոխքնել է գցվելու կրակի լիճը։ Սատանան դեռ դժոխքի մեջ է լինելու այդ ընթացքում 1000 տարի մոտավորապես։ Բայց այդ այցերը, որ պիտի նետվեն կրակի լիճը, առաջինն են կրակի լճի համը առնելու, որտեղ ասում է որդեր կան, որ նրանց մարմինը պիտի ուտեն։ Դժվար է պատկերացնել, այդ ինչ որդեր են, որ կրակի մեջ չեն ոչնչանում, եւ ինչ մարմին պիտի հագնի մարդ հարարածը, որ կրակի մեջ դիմանա։ Ոչ միայն պիտի դիմանա, այլ նաև պիտի տանջվի։ Ես չեմ ուզում ասեք, բա Աստված ինչու պիտի պատժի եւ այլն։ Մեր Աստված արդար Աստված է, բայց նաև սուրբ է։ Պարզապես խոսում ենք այն իրադարձությունների մասին, որոնք պիտի տեղի ունենան։
մենք բացատրություն չենք տալիս, թե ամեն իրադարձությունը ինչու պիտի տեղ ունենա, որտեղ եթե այդպես անենք, մեզ ամիսներ են պես սերտողության համար։ Հետագայում այդ եղբայրը այդ մասին ավելի մանրամասն ձեր հետ կարող է խոսել։ Իմանայք սիրելիներս, երբ որ ձախ կողմիներին ասում է անիծյալներ, հեռու գնացեք, հիմա այստեղ հակառակն է ասում, ծարավեի ջուր չտվեցիք, քաղցածեի չկերակրեցիք, մերկեի չհագցրիք եւ այլն, սրանք հարց են տալիս։ Երբ է այդ իրավիճակը չի եղել։ Նույնն է ասում, եթե այս փոքրից մեկին չարիք, ինչ չարեցիք։ Եվ ամենավերջում տեսեք ինչ է ասում։ Այն ժամանակ պատասխանեց եւ կասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որտեղ այս փոքրից մեկին չարիք, ինձ էլ չարիք, եւ սրանք կգնան հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Սա վերաբերում է զուտ հազարամյա թագավորությանը։ Այսինքն մենք տեսանք, որ երկրորդ դատաստանի ժամանակ արդեն երկու կողմ կա Աստծո զավակներ, որոնք մտան հազարամյա թագավորություն, եւ նրանք, ովքեր որ Աստծո հակառակորդներն էին, նրանք կրակել իջը նետվեցին։ Ուրեմն առաջի դատաստանի ժամանակ միայն Աստծո զավակներն էին, երկրորդ դատաստանի ժամանակ թե Աստծո զավակներ եւ թե նրանք, ովքեր որ Աստծուն հակառակորդ էին։ Եվ երրորդ դատաստանը սիրելիներս, որ ամփոփված է հայտնության գրքի մեջ, որը կոչվում է վերջի դատաստան կամ ահեղ դատաստան, սիրելիներս, 20-րդ գլխի 11-ից 15 համարները պիտի ընթերցեմ։ Եվ տեսա մի սպիտակ մեծ աթոռ, եւ նրա վրա նստողին, որի երեսից երկինքը եւ երկիրը փախան, եւ տեղ չգտնվեցավ նրանց համար։ Եվ տեսա մեռելներ մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին, եւ գրքեր բացվեցան, մի ուրիշ գիրք էլ բացվեցավ, որը կյանքի գիրքը։ Եվ մեռելները դատվեցան այն գրքերում գրվածներից իրենց գործերի համեմատ։ Եվ ծովերի միջի մեռելները տվավ, եւ մահը եւ դժոխքը իրենց միջի մեռելները տվին։ Եվ ամեն մեկը իրենց գործերի համեմատ դատվեցավ։ Մահը եւ դժոխքը գծվեցան կրակի լճի մեջ։ Սա երկրորդ մահն է։ Իսկ եթե մեկը գրված չգտնվեցավ կյանքի գրքի մեջ, կրակի լճի մեջ գծվեցավ։ Մենք տեսնում ենք, որ այստեղ սիրելիներս երրորդ դատաստանի ժամանակ զուտ խոսքը վերաբերում է նրանք, ովքեր որ Աստծո հետ հաշտություն չունեին։ Այսինքն նրանք, ովքեր մահացել էին առանց Քրիստոսին Տեր եւ Փրկիչ ընդունելու։ Նրանք երկրորդ մահը ընտրեցին։ Նայեք սիրելիներս, ուրեմն մարդը այս երկրի վրա, երբ որ ծնվում է, այսպես ասեմ, եթե մեկը ծնվում է մեկ անգամ, մեռնում է երկու անգամ։ Եթե մեկը ծնվում է երկու անգամ, մեռնում է մեկ անգամ։ Բացատրեմ։ Եթե մարդ արարածը մեկ անգամ է ծնվում, ֆիզիկապես բոլորս ծնվում ենք։ Կա ֆիզիկական մահ, բայց կա նաև երկրորդ մահ, բաժանում Աստվածանից։ Ուրեմն երկու անգամ է մեռնելու։ Բայց եթե որևիցե մեկը ֆիզիկական ծնունդից բացի նաև հոգևոր ծնունդ է վերապրում, որը Հովանու ավետարանի մեջ շատ հետաքրքիր կերպով է ներկայացվում, բայց փրկության բանաձևը Եփեսացիս թղթի մեջ է լավանդիր գրված, որ ասում է մենք մեր հույսը առաքյալն է ասում Քրիստոսի վրա ենք դրել, որին եւ դուք հուսացաք, երբ որ ձեր փրկության ավետարանը լսեցիք, առաջի գլխի 12-րդ համարից եմ ընթերցում, մեջբերում, եւ ասում է, որին էլ երբ որ հավատացիք, Քրիստոսի մասին է խոսքը, խոստմունքի Սուրբ Հոգով կնքվեցաք, որը ձեր փրկության գրավն է։
Այսինքն մենք հասկանում ենք, որ հավատքը լսելուց է, լսելու Աստծո խոսքից։ Նրանք ովքեր Քրիստոսի մասին լսեցին, ավետարանը, որ բարի լուրն է, այդ բարի լուրը լսեցին, եւ այդ բարի լուրը լսելով իրենց հույսը Քրիստոսի վրա դրեցին, նրանք խոսմունքի Սուրբ Հոգով կնքվեցան, որ մեր փրկության գրավն է։ Միջև փառած գովասանք լինելու Տիրոջ փառքի մեջ մտնելով։ Եվ սա մեր ժառանգության գրավն է։ Իսկ Հովանու ավետարանի առաջի գլխի մեջ ուրեմն 12-13 համարներից սկսած ասում է իրենների մեջ գնաց, իրեններն նրան չընդունեցին։ Խոսքը Հիսուս եկավ հրեաների մեջ։ Լույսեր, բայց մարդիկ խավարը ավելի շատ ընտրեցին։ Իմանայք, սիրելիներս, ասում է, բայց որոնք որ ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինել։ Գիտեք, սա ինչ է նշանակում։ Երբեմն մեզ խաբում են, փորձում են խաբել։ Ասում են, մենք բոլորս Աստծո որդիներ ենք։ Նման բան չկա։ Սուտ է, կեղծիք է։ Կամ հազար անգամ ներողություն։ Տերը թողների, ես որույթ եկեղեցու հետ կապված խնդիր չունեմ։ Բայց ես չեմ ուզում, որ որույթ մեկը խափնված մնա։ Մահվանից հետո փրկություն գոյություն չունի։ Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Այսինքն ոչ քահանա, ոչ կաթողիկոս, ոչ կարդինալ, ոչ հռոմի պապ չի կարող որույթ մեկին ինդուլգենցիա անել, այսինքն փողով դժոխքից անել, դրախտ անել։ Եվ այդ անելու համար կաթոլիկ եկեղեցին մի հատ ուրիշ վարդապետական ներկայություն է մտցրել է խավարանը, որ յանի պետք է գնաս խավարան, մեղքերդ խավես, 1000 տարի չարչարվեց եւ այլն, ընդդից հետո գնաս դրախտ։ Նման բան չկա, սիրելիներս։ Եբրայեցիներին ովասնամակի մեջ առաքյալը հստակ նշում է, ինչպես սահմանված է, ասում են, մարդկանց համար մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան, այնպես է Քրիստոս մեկ անգամ եկավ, պատարակվեցավ, այսինքն մեր մեղքերի վրա առավ, որպեսզի հաջորդ անգամ գա այս աշխարհին դատելու, ինչպես մենք խոսեցինք։ Դրա համար ես կուզեմ հարց տալ ձեզ, սիրելիներս։ Վստահ եք, որ առաջի հարությանը պիտի մասնակից լինենք։ Կուզեմ մի պահ խորհրդենք մեր գլուխները, փակենք մեր աչքերը եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեզ հետ աշխատանք տանի։ Փառավորյալ Հայրս, երկնային Տերս, Փրկիչս Աստվածս։ Այսօր եւս մեկ անգամ քո խոսքի լույսի տակ հասկացանք, որ անկախ ամեն բանից մարդ հարացը պիտի հարություն առնի։ Բայց հիրանալի են նրանք, ովքեր առաջի հարությանը պիտի մասնակից լինեն, որտեղ առաջին հարությունը ապահում է մեր երկնքի արքայություն մտնելը։ Եվ դրա համար այդ դատաստանը վարձքի դատաստան է։ Հիմա կուզեմ ով դեր ցույց տացի իրական վիճակը։ Խոնարհեցեք ձեր գլուխները, նշանակում է աշտերդ փակեք, ինձ մի նայեք։ Ոչ մեկը աղոթեք, եթե դուք մտածում եք սուրբ եք, ուրիշների համար աղոթեք։ Ով Աստված, կուզեմ ինձ վստահություն տաս։ Եթե այդ վստահությունը չունեմ, առանց ամանչելու կուզեմ ոտքի կանգնելով ասել, ով Աստվածահայ ես։ Կուզեմ վստահություն ներշնչես ինձ։ Կուզեմ այսօր ուխտս քեզ հետ նորոգել։ Կուզեմ, եթե քեզ հետ հաշտություն չունեմ, քեզ հետ հաշտվել, որպեսզի ամեն ակնթարթ, թե գաս, թե կանչես, կարողանամ վստահություն ունենալ, որ առաջի հարությանը մասնակից եմ լինելու։ Իսկ եթե մտածում եմ, որ պիտի հնարավորություն ունենամ ապրել եւ հետագայում մեծ նեղության միջով անցնելուց հետո քեզ հետ հաշտություն ունենալով դառնալ քո գարը անջատվելով այցերից, սա մի քիչ ավելի դժվար է, որտեղ դու չես կարող երաշխավորել, որ այդքան պիտի ապրես եւ քո մահկանացուն միջա չպիտի կնքես։ Եվ վայ նրանց, ովքեր ահեղ դատաստանի առջև պիտի կանգնեն։ Անշուշտ Աստծո զավակները ահեղ դատաստանին պիտի մասնակցեն որպես դատավորներ, Աստծո խոսքի համաձայն, որովհետև գրված է Կորինթացիս թղթի մեջ, որ դուք նույնիսկ սատանան եւ նրա հրեշտակներին պիտի դատեք։ Խոսքը վերաբերում է եկեղեցու։ Դրա համար, սիրելիներս, եթե կան հոգիներ, որ այս ճշմարտությունների լույսի տակ կուզեն
իրենց կյանքերը վստահաբար Տիրոջ ձեռքերի մեջ հանձնել, կարող են ոտքի կանգնելով ասելով Աստվածահայ ես եւ կուզեմ վստահություն տաս ինձ, որ ես առաջի հարությանը մասնակից եմ լինելու։ Ամեն։ Իսկ ես այդ ընթացքում ձեզ համար կաղոթեմ։ Փառավորյալ Հայրս, երկնային Տերս, Փրկիչս Աստվածս։ Իրապես մեծ առանձնաշնորհ է քո որդին լինելը։ Մեծ առանձնաշնորհ է քո տան մեջ գտնվելը։ Այսօր եւս մեկ անգամ մենք հասկացանք, որ այս աշխարհը պարզապես մի փորձադաշտ է, որի մեջ մենք պիտի ոչ միայն փորձվենք, այլև պիտի աշխատենք ընտիր գտնվել։ Ոչ թե եղեգի եւ փայտի վրա կառուցենք մեր ծառայությունը, մեր կյանքը, այլ ոսկու եւ արծաթի եւ թանկագին քարերի նման, որոնք կրակում ասելուց հետո էլ ավելի են մաքրվում եւ ավելի սրբագործում եւ էլ ավելի քու պատկերը մեր կյանքերի մեջ է երևում։ Կուզեմ, որ Մաթայրս Աստվածային զորություն ու իմաստությունը տաս, որ չամանչենք, այլ համարձակորեն կարողանանք, ով Տերս, քեզ հետ եղած հարաբերությունները շտկել, քեզ հետ եղած հարաբերությունների մեջ հաստատվել եւ այսուհետ միմիայն քեզ հաճեսնելու պայմանով ապրել։ Կուզեմ, օրտես ամեն մեկ ներկայողը քո Աստվածային սիրուտ խաղաղությանդ մեջ հաստատելով եւ զորությունը տաս, որ Մաթայր, քանի դեռ հնարավորություն կա, քանի դեռ մեր պանդխտության օրերը չեն վերջացել, ճիշտ որոշում կայացնելու, որովհետև ամեն վարքյան մեր կյանքի թելը կարող է կտրվել։ Եվ ահա դեպքում արդեն, եթե մենք առաջի հարության արժանի չենք, ուրեմն ոչինչ չի կարող մեզ օգնել։ Դրա համար կուզեմ Սուրբ Հոգուտ լեցունությունն ու իմաստությունը տաս ամեն մեկին, որպեսզի կարողանա, քանի դեռ հնարավորություն է այս երկրի վրա է, հարաբերություններ քեզ հետ շտկելու։ Եվս մեկ անգամ, ով Տերս, Մխիթարից Սուրբ Հոգով այցելես եկեղեցուն, մասնավորեցի եղբորս, ով Տերս իր հոր հետ կապված որ Մաթայր, որ իր պանդխտության օրերը վերջացել են, եղբայրս վկայություն է տալիս, որ մխիթարված է, որտեղ իր հայրը, ով Տերս երկիկ տանող ճանապարհն է ընտրել, կուզեմ էլ ավելի զորացնես, ով Տերս, եւ հնարավորություն տաս, որ այդ վստահությունը նաեւ երկնքի արքայության մեջ հաստատվի։ Փառավորյալ Տերս, այս ամենը արյան արժանիքով, իբարս քեզ։ Ամեն։